են։ Մենք գիտենք այս օրերին ինչպես են հալածվում արցախցիները, մեր սիրելի արցախցիները։ Ինչ ռեսուրս ունի այս ցեղասպան ռեժիմը օգտագործում է ընդդեմ արցախցիների։ Ուրեմն այդ մարդկանց տնից տեղից կտրեցին, բերեցին, մարդիկ մի կերպ այդ սոցիալական աջակցությունով վարձով տներ էին վարձակալել եւ ապրում են, հիմա այդ օգնությունից զրկում են եւ երբ հիմա արդեն փողոց են դուրս եկել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները եւ պահանջներ են ներկայացնում, սրանք ինչ որտեղով հասնի հալածում են, հանրայինը օգտագործում են իրենց մյուս բոլոր իշխանական լրատվամիջոցները։ Այսօր էլ լսեցի Գրզո կոչվող երևույթը, Խաչատուր Սուքասյանը ասում է, թե արցախցիներին դրդում են, գրգռում են, այդպիսի արտահայտություններ է անում։ Ասում է, գիտեք, իրենք իրենց բանով են անում, իրենց հետևում մարդ կա, իրենց դրդում են նման քայլերի, գրգռում են, ասում է, թող չկռվեն։ Ես չգիտեմ արցախցիներին ով է գրգռում, բայց ով գրգռում Գրզոյին ես լավ գիտեմ։ Եվ ով? Թուրքերը։ Լավ գրգռում են։ Եվ ասում է, մեղադրում է կոնկրետ արցախցիներին, ասում է թող կռվեին, չեն կռվել, թողել են իրենց տուն ու տեղը, այդ վիլաներում էին ապրում, որ եկել են այստեղ էլ Հայաստանի իշխանություններին պահանջներ են ներկայացնում։ Գրզոն եւ Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը դրանք բոլորը Էրդողանի, Ալիևի խոսափողներն են, թուրքերի եւ ադրբեջանցիները։ Եվ երբ որ մենք ասում ենք նրանք ուզում են փակել Արցախի հարցը եւ հայկական հարցը, Սահմանադրության փոփոխելուց բացի դա նաև ենթադրում է Արցախի մարզի մեր հայրենակիցների, Հայաստանի Հանրապետության Արցախի մարզի մեր քաղաքացիներին վտարել Հայաստանից։ Ինչպես վտարել։ Զրկել օգնությունից, տներից, սպառնալիքներով, շանտաժով, վախեցնելով, անտանելի պայմաններ ստեղծել նրանց համար Հայաստանում, գլխացավանք են իրենց համար։ Եվ բանանել, որտեվ Արցախցին Հայաստանում կպայքարի, կհիշի իր իրավունքների մասին, Փարիզում ոչ, Վաշինգտոնում ոչ, Մոսկվայում ոչ, Սամարայում ոչ, եւ չկա մարդ, չկա խնդիր, չէ՞, Արարատ Միրզոյանը արդեն ասեց, Արցախում չկան հայեր, որոնց իրավունքների մասին մենք պիտի պայքարենք եւ այլն։ Եվ ինչի, որովհետեւ նրանք վախենում են, սարսափում են Արցախի մեր հայրենակիցների բարձրացող ալիքից։ Եվ դրա համար հիմա այդ վրան են ուղարկում Էդմոն Մարուքյաններին, որը կոչ է անում վերադառնալ նոյեմբերի 9-ի Ղազագրին։ Արցախի հարցի լուծումը Էդմոն Մարուքյանը պատկերացնում է նոյեմբերի 9-ի փաստաթղթին վերադառնալով։ Ուղարկում են Վանեցյանին, Շարմազանովին, մյուսներին, այսինքն սիրելի Արցախի մարզի մեր հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության Արցախի մարզի մեր քաղաքացիներ։ Դուք սկսել եք շատ կարևոր գործ, շատ կարևոր պայքար եք մղում, բայց դուք կհաջողեք մեկ դեպքում։ Եթե դասեր քաղեք ձեր եւ մեր բոլորիս նախկինում թույլ տրված սխալներից, իսկ այդ գլխավոր սխալը վերամիավորման գաղափարից շեղվելն ու անկախ Արցախ կործանարար գաղափարը ընդունելն էր, եթե վերադառնաք միացում կարգախոսին, եթե վերադառնաք դեկտեմբերի 9-ի որոշմանը, եթե վերադառնաք ազգերի լիգայի որոշմանը եւ ասեք հետեւյալը. մեր պայքարը քաղաքական է առաջին հերթին, մեր պայքարը հանուն Հայաստանի եւ մայր Հայաստանի եւ Արցախի վերամիավորումն է, որից հետո ինքնաբերաբար կլուծվեն բոլոր սոցիալական խնդիրները։ Այսինքն, այո, մենք պայքարում ենք, բայց մենք պայքարում ենք Հայաստանի եւ Արցախի վերամիավորման համար, որի համար առաջին հերթին հարկավոր է Հայաստանում ձևավորել ազգային իշխանություն, որը վարի համապատասխան քաղաքականություն։ Այսինքն ներկա իշխանությունների օրոք անիմաստ է խոսել ոչ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման, ոչ Արցախի մեր հայրենակիցների վերադարձի մասին, ոչ սոցիալական որևէ խնդիրների մասին։ Ուրեմն իշխանափոխություն եւ ազգային իշխանության ձևավորում, միացում եւ վերամիավորում։ Այս երկու խնդիրն է, որ դուք ձեր արժեվ պիտի դնեք եւ այդ ժամանակ ձեր եւ մեր իղձերը նպատակները կհամընկնեն, մեր ասելով նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության մյուս մարզերի քաղաքացիների եւ ձեր պայքարը եւ մեր պայքարը կմիաձուլվի, կդառնա համազգային, համաժողովրդական պայքար
եւ մենք անպայման կհաղթենք, բայց առանց դրա մենք ոչինչի չենք հասնի։ Եվ սիրելի արցախցիներ, կարևոր է որ այո դուք շարունակեք ձեր պայքարը, խստացնեք ձեր պահանջները, որովհետեւ դուք այս ցեղասպան ռեժիմի տեղեկատվական այս պատերազմին ուշադրություն ձեր դեմ տարվող պատերազմին ուշադրություն մի դարձրեք, նրանց կարծիքը հայ ժողովրդի հավաքական կարծիքը չէ, հայ ժողովուրդը ձեր կողքին է, վերջերս Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը հենց դա ապացուցեց, որ հայ ժողովուրդը սիրում է ձեզ, դուք մեր Արցախը մեր հայրենիքի մի մասն է, դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եք, հետևաբար ունեք ձեր իրավունքները պաշտպանելու իրավունք, այնպես որ մի լսեք եւ ընդհանրապես բանի տեղ մի դրեք այդ տեղեկատվական գրոհին, ավելի ուժեղացրեք պայքարը, մենք, բևեռը ու ընդհանրապես ինչպես տեսնում եք հայ ժողովուրդը ձեր կողքին է։